Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մրցանակ են ստանում խաղաղության ջանքերի համար, աշխարհով մեկ հայտարարում, թե խաղաղությունը եկել է։ Աշխարհն էլ չի հիշում երևի, որ փաստաթուղթ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ։ Ընդամենը ձեռքսեղմումներ են, գրկախառնություններ։ Հենց այդ մրցանակը ստանալու հաջորդ օրը Ալիևը վերադարձավ Բաքու ու Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների համար ծանրագույն դատավճիռներ կարդաց 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ դատապարտում։ Բայց շարունակեցին խոսել խաղաղությունից, եղբայրությունից։ Նրա սանձարձակությունն այստեղ կանգ չառավ, որ նույն տեմպով է շարժվելու, պարզ դարձավ France 24-ին տված հարցազրույցում։ Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Նյուրնբերգյան դատավարությունից 2 ամիս անց ոմանք գային եւ ասեին. «Խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին»։ Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ։ Նրանց հանցանքները ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այստեղ ըստ էության չզսպելով ցինիզմը ու նացիստների հետ զուգահեռ տանելով նա անոնսում էր, որ Ռուբեն Վարդանյանի ծանր 20 տարի ազատազրկման դատավճիռն էլ անխուսափելի է։ Ռուբեն Վարդանյանın ömürlük azadlıqdan məhrum olunmasını Թրամփի վարչակազմում չգիտեն, որ խաղաղությունը երկու երկրի միջև պարզապես չի կարող լինել, եթե մի երկիրը պահում է մյուսի գերիներին։ Փոխնախագահ Վենսը, որ Զվարթնոցում Բաքու ուղևորվելիս խոստանում էր բարձրաձայնել գերիների խնդիրը, այս հարցը Ալիևի սեղանին չդրեց արդյոք։ Հայտնի է միայն, որ Թրամփի վարչակազմը չարձագանքեց Ալիևի անձնարձակությանը, Արցախի առաջնորդներին նացիստ համարելուն, նրանց այս ծանր դատավճիռներին։ Թրամփը միայն անընդմեջ կրկնում էր, թե խաղաղությունը բերել այստեղ հենց իր ջանքերով է 32 տարվա պատերազմից հետո խաղաղություն հաստատվել։ Stand up. Look at that. Do you believe it? 32 years. Խաղաղության խորհրդի նիստն է Վաշինգտոնում, հենց այն րոպեներին, երբ ներսում նա Փաշինյանին ու Ալիևին հրավիրում էր ոտքի կանգնել ձեռքսեղմումի, երբ ներսում ուրախ տրամադրություն էր տիրում, դրսում Ալիևյան անարխիան էր դարձյալ խոսում։ Ալիևի թիկնապաները Վաշինգտոնի կենտրոնում ծեծում էին ցույցի դուրս եկած ադրբեջանցի ընդդիմադիրներին, ներսում սակայն Թրամփը շարունակում էր խոսել խաղաղությունից։ Որ խաղաղության մասին է նա այսքան շատ կրկնում, որ փաստաթուղթն է պարտադրելու Ալիևին չկրակել, խաղաղ մնալ։ Ստանալ միջանցք Հայաստանի տարածքի վրայով ստացավ։ Մինչ այդ էթնիկ զտման ենթարկել Արցախը, էթնիկ զտման ենթարկվեց Արցախը։ Գրավել Հայաստանի Հանրապետության տարածքից ռազմավարական նշանակության բարձունքներ։ Գրաված է պահում այդ տարածքը։ Քաղաքականապես գնահատել հայկական ազատագրական շարժումը որպես ֆաշիստական շարժում եւ դատել նրա ղեկավարներից ոմանց։ Այդ ամեն ինչը իրականացնում է եւ այդ բոլոր քայլերի նկատմամբ ստանում է Միացյալ Նահանգների ամբողջական 100%-անոց աջակցությունը։ Մասնագետը հիշում է, որ Թրամփի ընտրվելիս լուրեր էին տարածվում, թե Թրամփն ու Ալիևը ընկերներ են։ Հիշում է, բայց չի հավատում։ Ընկեր չեն, Թրամփը Ալիևին էլ է դիտում որպես իր վասալ, բայց մեզ դիտում է որպես Ալիևի վասալ։ Բայց վասալել կա վասալել։ Եթե դու վասալ ես այն տիրոջը, որը ցանկանում է քեզ ոչնչացնել, ուրեմն դու զրկվում ես ինքնապաշտպանության քո բոլոր հնարավորություններից։ Ռազմական պատմաբանը նաև թարմօրինակ է հիշեցնում Գազայում անցած հոկտեմբերին Միացյալ Նահանգների միջնորդությամբ զինադադար հաստատվեց, բայց դրանից հետո էլ Իսրայելը չի դադարել հարվածել ու սպանել պաղեստինցիներին։ 600-ից ավելի մարդ է սպանել Գազայում։ Միջնորդ ու նաև երաշխավոր Թրամփը դատապարտել է արդյոք Իսրայելի քայլերը։ Հարցնում ու շարունակում, ինչու փոխնախագահ Վենսը Բաքվում չբարձրաձայնեց հայ գերիների անարդար դատավարությունների մասին։ Իսկ Թրամփը մինչև այս օգոստոսի 8-ի հայտնի հանդիպմանն էլ էր խոստանում խնդրել Ալիևին ազատ արձակել հայ գերիներին։ Ասում եք, որ 23 քրիստոնյա հայեր կան, ես պատրաստ եմ խնդրել, որ դա անեն, կարծում եմ հանունից կանեն դա, սա կարևոր է, չէ՞։ Այո, գլխով է անում, փաստատում Փաշինյանը, բայց այս զրույցից հետո միայն Բաքվի դատական մուրճն է աշխատել, երբ կխնդրի Թրամփը Ալիևին, դեռ պարզ չէ։
Ազնավուր հիմնադրամը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը տարիներ շարունակ իրականացրել է կրթական, բարեգործական եւ պետականաշինական ծրագրեր, ներդրում ունենալով Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում։ Հիմնադրամը նշում է, որ նա արդեն ավելի քան 2 տարի ապօրինաբար պահվում է Բաքվում, իսկ 1 տարի տևած դատավարությունը լայն քննադատության է արժանացել արդար դատաքննության սկզբունքներին չհամապատասխանելու համար։ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման մեղադրանքները, նա եւ իր պաշտպանական թիմը մերժում են դրանք համարելով քաղաքականապես պայմանավորված։ Նիկոլայ եւ Քրիստինա Ազնավուրները հայտնել են իրենց համերաշխությունը Վարդանյանի եւ նրա ընտանիքին։ 4 տարի առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան մտան երկարատև ու մաշող պատերազմի մեջ։ Հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի հարվածներ, էներգետիկ ու լոգիստիկ ենթակառուցվածքների թիրախավորում, տասնյակ հազարավոր զոհեր ու վիրավորներ երկու կողմում, միլիոնավոր փախստականներ։ Ով է ավելի ուժեղ դիրքում հիմա, ըստ փորձագետների, Ռուսաստանն ունի որոշակի ռազմավարական առավելություն, կարողանում է պահել ճնշումը եւ դանդաղ առաջխաղացումներ գրանցել։ Երկարաժամկետ պաշտպանունակության եւ տեխնոլոգիական հարմարվողականության առումով Ուկրաինան պահպանում է կայուն պաշտպանական դիրքը եւ կարող է երկար ժամանակ դիմակայել արտաքին աջակցության պահպանման դեպքում։ Եվրոմիությունը բնականաբար ցանկություն ունի պատերազմը դադարեցնելու եւ պատժամիջոցներ իրականացնում, Միացյալ Նահանգներն ուզում են, որ պատերազմը իր ուզած ձևով ավարտվի։ Եվրոմիությունը փողը տալիս է, Միացյալ Նահանգները զենքը վաճառում է։ Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որտեղ երևում է Կիևի Բանկովայա փողոցում գտնվող նրա բունկերը, Ուկրաինայի նախագահի գրասենյակը եւ մինիստրների կաբինետի ղեկավարություն գրությամբ ցուցանակները։ Զելենսկին պատմել է, որ 2 տարի ապրել է բունկերում, աշխատել նախագահի գրասենյակում։ Շատ բաներ հենց այստեղ են արվել։ Մենք նախկինում երբեք չենք ցուցադրել այս օբյեկտը։ Ռուս-ուկրաինական պատերազմը ազդեց Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի վրա եւ անվտանգության եւ տնտեսական եւ աշխարհաքաղաքական մակարդակներում։ Ռուսաստանի հիմնական ռազմական եւ քաղաքական ռեսուրսները կենտրոնացած են ուկրաինական ուղղությամբ, ինչը նվազեցրել է նրա ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում։ Ադրբեջանը օգտվեց աշխարհաքաղաքական պատուհանից ամրապնդելով իր դիրքերը, մինչդեռ Հայաստանը կանգնեց անվտանգության նոր մոդել որոնելու անհրաժեշտության առաջ։ Թուրքիան եւս մեծացրեց իր ազդեցությունը էներգետիկ քաղաքական մակարդակում։ Ռուսաստանի Դաշնությունից կապիտալի եւ մասնագետների հոսք սկսվեց դեպի Հայաստան 2022-ից 23-ի ընթացքում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտի աճ, առևտրաշրջանառության մեծացում Ռուսաստանի հետ։ Ռուսական որակյալ աշխատուժներ, որ պատերազմի հաջորդ օրերին եկան Հայաստան, տասնյակ հազարավոր։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները կարողանային համապատասխան խելք ունենային, համապատասխան մասնագիտական կարողություններ ունենան, նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի ռուսական այդ որակյալ աշխատուժը Հայաստանից չհեռանա։ Եվ առաջիկայում սպասվելիք բանակցություններին ընթരാճ ռուս-ուկրաինական քարամյա պատերազմի ֆոնին սենսացիոն տեղեկությունը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի եւ Վիետնամի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պլաններ ունեն Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել։ Դա ըստ Մեդվեդևի ուղիղ ճանապարհ է դեպի համաշխարհային պատերազմ։ Только что появилась информация от нашей службы внешней разведки. Մեր արտաքին հետախուզության ծառայությունը հենց նոր տեղեկություն է ստացել, որ Անգլիան եւ Ֆրանսիան պլանավորում են միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Ուկրաինա։ Մենք հիանալի հասկանում ենք դրա հնարավոր հետևանքները։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի համաշխարհային պատերազմ եւ մենք բազմիցս նշել ենք նման քայլերի հետևանքները։ Мы неоднократно называли. Քաղաքագետների դիտարկմամբ, եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարաձգվի, ռուսական ազդեցությունը կարող է շարունակել թուլանալ տարածաշրջանում, արևմտյան ներգրավվածությունը կարող է խորանալ տարածաշրջանի, մրցակցությունն էլ կսրվի։ Պատերազմի սառեցման դեպքում Ռուսաստանը կփորձի վերակենտրոնանալ Հարավային Կովկասում, Հայաստանը կհայտնվի ավելի մեծ քաղաքական ճնշման տակ։ Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտարարել է Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Ընդ որում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով։ Համեմատաբար բարձր թոշակները ավելի քիչ կբարձրանան։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, նշել է Փաշինյանը։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։
ընդ որում այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, այսինքն հետվճարի համակարգը արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է, թե ինչպես եւ որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։ Կա հիմնական կենսաթոշակ հասկացություն, որը այժմ կազմում է 24,000 դրամ։ Ապրիլի 1-ից այն դառնալու է 34,000 դրամ։ Բարձրանալու է նաեւ նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36,000 դրամ է։ Հետևաբար այն դառնալու է 46,000 դրամ։ Բարձրանալու են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները 10,000 դրամով։ Մյուս խմբերի համար թոշակների բարձրացումը կկատարվի տարբեր հաշվարկային բանաձևերով։ Պետությունն ու մասնավորը կհամագործակցեն առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ ապահովագրական մի շարք ընկերությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, խթանելով պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությունը։ Փաստաթղթի շրջանակում նախատեսվում է իրականացնել փորձի եւ տեղեկության փոխանակում, կազմակերպել մասնագիտական քննարկումներ եւ կյանքի կոչել համատեղ նախաձեռնություններ։ Առողջապահության նախարարի խոսքով նպատակն այն է, որ պետությունն իր քաղաքացիների համար ապահովի ապահովագրական բազային փաթեթը, որը կլուծի մարդկային առողջական հիմնական խնդիրները։ Մենք նաև ակնկալում ենք, որ մասնավոր ապահովագրական ընկերություններն էլ բազային փաթեթին հավելյալ պետք է ունենան առաջարկներ, պլյուս ծառայություններ, պլյուս ավելի կոմֆորտ, ավելի սերվիսներին ուղղված հնարավորություններ, եւ այսօր մենք այս հուշագրով ըստ էության ամբողջացնում ենք այս համակարգը։ Սա գրագետ նաև բոլորի համար հոգալով առողջության առաջնային խնդիրները, նաև մենք հնարավորություն ենք ընձեռնում մեր քաղաքացիներին ըստ իրենց ցանկության ֆինանսական կարողությունների եւ հավելյալ պահանջմունքների ունենալ հավելյալ հնարավորություններ։ Եվ ես կարծում եմ, որ այս մոդելը նպաստելու է նախ մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, երկրորդը պետության համար ավելի ծախսարդյունավետ այս հնարավորությունը ապահովելը եւ երրորդը մեր ապահովագրական ընկերությունների զարգացումը։ Այդ համագործակցությունը պետք է արվեր նախորոք այս հարցերը քննարկելու համար, ինչպես նաեւ վերցնելու ապահովագրական ընկերությունների փորձը, որովհետև իրանք բավականին լավ փորձ ունեին, այսպես ասած ապահովագրական փաթեթների արբիտրաժի վեճերի լուծման եւ այլն, պետք է դա ավելի վաղ լիներ։ Ռուս-վրացական անցակետում նորից կուտակվել են հայաստանյան ընկերություններին պատկանող մեծ թվով բեռնատարներ։ Արդեն մի քանի օր է համացանցում հայտնվում են նման բովանդակությամբ տեսանյութեր։ Հայ վարորդները պնդում են, որ չնայած որևէ խնդիր չունեն փաստաթղթերի կամ օրենքի հետ, սակայն վրացի մաքսավորները նրանց թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան։ Տարբեր ապրանքներով բարձված բեռնատարները կուտակվում են վրացական տերմինալների տարածքներում։ Բազբեգի ստայանքն է, ռենգենի ստայանքն է, այստեղ ռենգենն է, ռենգեն անց է, կայնել ենք ու կսպասենք, առանց տեղեկություն, առանց ոչ մի բանի։ Периодически ավտոները կուկանկանցնին կեշտան ու պատել են, որ սարնեց ունետված, այսօր չանցանք էլ մի քանի օր էլի արդեն ստեղ ենք։ 3 տարի է տախտակ լամինատով աշխատում ենք, առանց ոչնդոտ անցել ենք։ Հիմա ամսի 12-ից այսպես կայնսվել է վրացին, սա այս ավտոները գալիս են դեպի Հայաստան հայկական բեռերով, չեն թողում անցնենք։ Ամսի 12-ից կայնացենք, դոկումենտները վերցրել են ռենգենի աշխատողները, չեն տալի ու ոչ մի պատճառ չեն նշում, ասում են կայնեք, մինչև հրաման կտանք ասեն բաց կթողենք։ Մարդիկ նշում են, որ որևէ խնդիր Վրաստանի օրենքների, բեռների կամ անհրաժեշտ փաստաթղթերի հետ չունեն։ Վրացի մաքսավորներն էլ իրենց հարցումներին պատասխանում են, որ հայկական բեռնատարները դեպի Հայաստան դուրս չթողնելու հրամանն են, այնպես որ որևէ մեկին չեն կարող թույլ տալ հեռանալ առանց այդպիսի հրահանգի։ Վարորդները դիմում են Հայաստանի կառավարությանը, ինչ որ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ արդեն օրեր շարունակ մնացել են ճանապարհին, առանց սննդի ու կացարանի ցրտի պայմաններում։ Բացի այդ, նրանց խոսքով վրացի մաքսավորները վերցրել են իրենց փաստաթղթերը եւ հետ չեն վերադարձնում։ Մասշտաբները դեռ
Կատաստրոֆիկ չեն, բայց կարան դառնան էլի այդ վիճակները։ Բացի տրանսպորտնիկից, որը նաև իր վնասներն է կրում, կան նաև ներմուծողներ, որոնք քիչ պակաս վնասներ չեն կրում նաև հիմա։ Այն արտահանման խնդրին, ինչին մենք արդեն մոտ մի տարի է բախվել ենք ու հարմարվել աշխատում ենք, դա կա։ Այդտեղ մենք խնդիրներ ունենք դեռ, որոնք չեն լուծվել, ավելի շատ մենք ենք հարմարվել իրավիճակին եւ աշխատում ենք, իսկ ներմուծման հետ կապված խնդիրներին նոր ենք բախվում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ օրերս նախարար Պապոյանը հանդիպում է ունեցել իր վրացի գործընկերոջ գլխավորած պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել է բեռների անխոչնդոտ անցման հարցը։ Եվ վերջում Վրաստանում ճակերտավոր գերի մնացած վարորդներին փոխանցվելիքը ընդամենը սա է։ Այդուհանդերձ փորձագետները հույսը չեն կորցնում, որ խնդիրը արագ լուծում կստանա։ Ռեսուրսը չի հերիքում։ Կա խնդիր հենց ռեսուրսների եւ այստեղ արդեն միջպետական մակարդակով քննարկելու եւ օնլայնելու կարիք կա, այդ ամսակետերում հնարավորությունները։ Պետական մակարդակով տարվող բանակցությունները պետք է որ արդյունք տան, նաև այն պատճառով, որ Վրաստանը հիմա եւս շահագրգիռ է Հայաստանի տարբեր նախագծերի իրականացման հարցում, նշում են փորձագետները։ Վրաստանը տեսնում է, որ նոր հնարավորությունները Հայաստանի աուկցիաները արդեն ինչ-որ չափով կարող են իրենց բեռներից զրկել եւ փորձում են այսօր արդեն քայլեր ձեռնարկել, որ ավելի ակտիվ թե հարաբերություններ լինեն, թե արևտուրը նախաձեռնություններ լինեն, որ կոմպենսացնեն հնարավոր կորուստները ապագայում։ Իրականում հայ-վրացական пассив լոգիստիկ ճակերտավոր այս հակամարտությունը ավելի քան 1 տարվա պատմություն ունի։ Խնդիրը սակայն այն է, որ Հայաստանի հանրությանը պարզ չէ դրա ռեալ դրդապատճառը։ Նորք Մարաշի մի ամբողջ թաղամասում 2 տարի է խմելու ջրի խողովակի վնասման հետևանքով արտակարգ վիճակ էր։ Բացի այն, որ ջուրն անիմաստ վատնվում էր, նաև լցվում էր հարակից բակեր ու շենքի նկուղներ, վտանգ կար, որ նորակառույց շենքերը կդառնան վթարային։ Ու այս ջուրը այսպես դուրս է գալիս, հոսելով, տեսնում եք, լցվում է շենքի նկուղներ, իսկ գիտեք, ջուրը միշտ իրեն որ ասում ջուրն իր ճամփան կգտնի ու հիմա ջուրը իր ճամփեն գտել, լցում է շենքի նկուղները, ամբողջությամբ կվնասի, արդեն որոշ չափով վնասել է հիմքը։ Բնակիչները մի քանի անգամ Վեոլիա ջուր, Երևանի քաղաքապետարան, Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ էին դիմել, սակայն խնդիրն այդպես էլ չէր լուծվել։ Ու օրերս միայն ջրային կոմիտեի նախագահի տեղեկանալուց հետո է, որ օպերատիվորեն ժամանել են Վեոլիա ջուր ընկերության ներկայացուցիչները։ Նմուշարում են արել, հաստատվել է, որ դա խմելու ջուր է։ Խոստացել են արագ հայտնաբերել խողովակաշարի վնասված հատվածն ու վերացնել խնդիրը։ Մի խոսքով խմելու ջուր է։ Ափսոս չի բա այս խմելու ջուրը։ Բա ինչ ախպեր։ Բայց 2 տարի է վիճակն է։ Ոսեն հին գիծնա։ Իսկահասարի թաղի որոշ փողոցներում արդեն մի քանի օր է Երևանի քաղաքապետի միջամտությամբ Վեոլիա ջուր ընկերության աշխատակիցները սկսել են կոյուղատարերի կապիտալ փոփոխման աշխատանքներ։ Քանի որ դեռ նախորդ տարվանից Սարիթաղի 27-րդ փողոցում կոյուղատարերի վնասման պատճառով կեղտաջրերը դուրս էին գալիս հոսում ամբողջ փողոցով։ Այս այդ կոյուղի բանից է եղել, հա։ Կոյուղը ստաներն էլ է, սաղ ճակած է։ Անցյալ տարի ռեմոնտ են կարել, արդեն ճաքերը բացվել։ Կոյուղաջրերը լցվում էր նկուղներ։ Լցվում, այն քանտերը, բան է, լրիվ էլի տես նստել էր, բողոքեցին կեկանենի փոխին, ասին էդի մեկը գցում էր մյուսի վրա, հա։ Դու մի ասա, այս կանալիզացիայի տրուբա չկա вообще։ Հա։ Եկան քանդին էդի ինքնահոս է եղել էլի։ Հա, այդտեղից լցվել է մեր պատվարները։ Հիմա տեսնում եք ամբողջությամբ նոր ավելի հարմարավետ, ավելի մաքուր, ավելի մի քիչ խոշոր տրամաչափի կոյուղատարեր ու ջրագծեր են անցկացնում։ Բնակիչները նշում են, որ դեռ սովետական տարիներից գործող, սակայն որոշ հատվածներում փտած, դառնապրած այդ խողովակները փոխարինվում են նորով։ Ինտենսիվ աշխատանքներ են ընթանում օրեր անց երկար տարիներ ձգվող խնդիրը վերջապես կլուծվի։ Առհասարակ Սարիթաղում չկա այնպիսի փողոց ու նրբանցք, որ կոյուղատարերն ու խմելու ջրի խողովակները խնդիր չունենան։ Նունե Գրիգորյան, Գագիկ Շամշյան, այսօր։